Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվ ունեմն այսօր խորհրդարանը ներկայացրել ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման հիմքերով վարչապետին անվստահություն հայտնելու մասին հայտարարության նախագիծ, որն առաջիկայում պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում։ Ընդդիմադիր խմբակցությունը վարչապետին անվստահություն հայտնելու մի շարք հիմնավորումներ է ներկայացնում։ Փաշինյանի կառավարությունը խարխլել է ազգային անվտանգությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարվել է, թշնամական ուժերն 2021-ից տարածքներ են գրավել սահմանամերձ շրջաններում։ Կառավարությունը ոչ միայն չի ապահովել երկրի ինքնիշխան տարածքի պաշտպանությունը, այլև պաշտոնական մակարդակով հրաժարվել է տարածքային վերահսկողությունը վերականգնելու հանձնառությունից, ինչը փաստացի լեգիտիմացնում է օկուպացիան։ Անվստահություն հայտնելու հայտարարության նախագծում նաև նշվում է, որ կառավարությունն իր միակողմանի զիջումները քողարկում է խաղաղության դարաշրջանի եւ խաղաղության խաչմերուկի կեղծ հռետորաբանությամբ, որը հանգեցնում է Ադրբեջանի կողմից հերթական պահանջների առաջադրմանը եւ պարունակում է նոր ագրեսիայի վտանգ։ Մանրամասն ներկայացնելով երկրում ստեղծված իրավիճակը, պատիվ ունեմը եզրահանգում է, որ Նիկոլ Փաշինյանը անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը եւ որ նրա պաշտոնավարումը գոյության սպառնալիք է Հայաստանի համար։ Ստեղծված իրավիճակի միակ սահմանադրական լուծումը ընդդիմադիր խմբակցությունը համարում է խորհրդարանի կողմից վարչապետին անվստահություն հայտնելը, որը ենթադրում է գործընթացի շուրջ падգամավորների համախմբում, անցումային կառավարության ձևավորում, ապա եւ ազատ ու արդար ընտրությունների անցկացում։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի քննարկում ընտրությունների մասնակցել չմասնակցելու հարցը, որովհետև մենք զբաղված ենք իմպիչմենտի կազմակերպմամբ եւ հույս ունենք, որ դրանում մեզ կաջակցեն մեր բոլոր գործընկերները, որովհետև ընտրությունները այսպես թե այնպես լինելու են, իսկ մինչեւ ընտրություններ Փաշինյանը այնքան անդառնալի բաներ կարող է անել, որ արդեն բավական հուշ կլինի։ Իդեպ անվստահության գործընթացի շրջանակներում պատիվ ունեմն առաջիկայում ծրագրում են նաև խորհրդարանական լսումներ հրավիրել։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշում է, որ պատրաստ են լսել ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ նաև այլ առաջարկներ։ Մենք ակնկալում ենք առաջին հերթին լսել լուծումներ, տարբերակներ, որոնք կիրառական հնարավոր են դարձնում Հայաստանում իշխանափոխություն։ Մեր առաջարկը այդ պարագայում այսպես կոչված իմպիչմենտի, իսկ եթե իրավական տերմիններով ասենք, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, եւ մենք ակնկալում ենք, որ առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության շրջանում եւ արդեն նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, շահային խմբերի եւ այլ անհատների, մտավորականների շրջանում կարողանանք ձևավորել կոնսենսուս եւ միահամուռ արդեն առաջարկը ներկայացնել մեր քաղաքացիներին։ Վստահորեն կարող եմ ասել, որ դա հերթական մերժումն է ստանալու, բայց այս մարդիկ մազոխիստ են, սիրում են, որ անընդհատ իրենց մերժես։ Հերթական բանն է, հնարավորությունն է, մեծ սիրով սպասում ենք իրենց նախագծին, թե հանձնաժողովում, թե հետո լիագումարում։ Իշխող ՔՊ խմբակցությունից արդեն հայտարարում են մերժելու են պատիվ ունեմի անվստահության նախագիծը։ Իշխանական падգամավոր Հասմիկ Հակոբյանի համոզմամբ սա շատ լավ գիտակցում են նաև պատիվ ունեմը, բայց իրենց այս քայլով ընդամենը ցանկանում են նրա խոսքով ծիճկա դնել, ցույց տալով, որ ինչ-որ բան են անում։ Իրանք մի օրակարգ չէ ունեին, ամբողջ ընդդիմությունը մեկ օրակարգում էր, ասում են մենք պետք է հեռացնենք այս իշխանություններից։ Հիմա տեսնում են, որ հետ հաշվարկ է սկսված, մի քանի ամիս է մնացել հերթական ընտրություններին եւ իրենք ոչինչ չեն կարողացել անել։ Հակադարձելով պնդումներին, որ Փաշինյանը խարխլել է ազգային անվտանգությունը, ԿՊ-ական падգամավորը հիշեցնում է, որ իշխանությունը խաղաղության պայմանագիր է նախաստորագրել, խաղաղության խաչմերուկ ծրագրի հետ կապված գործուն քայլեր են իրականացնում, որին աջակցում է ԱՄՆ-ն եւ արդեն ներդրումներ են արվում այդ ուղղությամբ։ Միացյալ Նահանգների նախագահին դենց ինչ էին կարել, կուտ էինք տվել, որ այդ մարդը նստի եւ թուղթ ստորագրի, հա, ինչ էին կարել, եւ դա կեղծ օրակարգ է։ Դա Թրամփը չէր, հա, մուլյաժն էր դրած Թրամփի։ Ասում են Փաշինյանը կորցրել է իր լեգիտիմությունը այդ անվտանգության։ Ո՞վ է դա որոշում։ Անցողիկ շեմը չանցած խմբակցությունը, հա, 7 հոգով եկել են, մնացել են 4.5 հոգի։ Իրանք են խոսում լեգիտիմությունից։ Պատիվ ունեմի կողմից սա վարչապետին անվստահություն հայտնելու հերթական նախաձեռնությունն է։ Նախորդ փորձերը տապալվել են։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նման գործընթաց սկսելը լուրջ չէր համարել, իսկ նրա առաջնորդած Հայաստան խմբակցության падգամավորները առաջարկել էին հանրապետականներին նախ ստանալ իշխող ԿՊ-ական падգամավորների ձայները։ Ամենաճիշտ եւ օպտիմալ տարբերակը անվստահություն հայտնելն է կառավարությանը, վարչապետին, այսինքն impeachment-ն է։ Մտնել մի process-ի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։
խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու համար երկու ընդդիմադիր խմբակցությունների ձայները չեն բավարարում, անգամ որ նրանք խորհրդարին որոշման նախագիծ ներկայացնեն։ Պատիվ ունեմը ունի ընդամենը 6 պատգամավոր, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստանը 28, այսինքն անհրաժեշտ 36-ի փոխարեն միասին 34 ձայն։ Իսկ որպեսզի նախագիծը ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն առանց Փաշինյանի մոտ 2 տասնյակ թիմակիցների իմպիչմենտ տեղի չի ունենա։